Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ 168 TV-ի եթերում օրախնդրի հերթական թողարկումն է եւ մեր ստեղծագործական խմբի անունից բոլորիս սրտանց շնորհավորում եմ Ամանորի եւ ծննդյան տոների կապակցությամբ, շնորհավորում եմ նաեւ իմ այսօրվա հյուրին, գրող, հրապարակախոս, Գերագույն խորհրդի նախկին падգամավոր, իմ սիրելի ավագ բարեկամ Մերուժան Տեր-Գուլանյանին։ Ողջույն, սիրելի պարոն Տեր-Գուլանյան, շնորհավորում եմ ձեր Ամանորը, ծննդյան տոները, բայց շատ ծանր մտածումներով, դառը եւ ծանրացած սրտերով ենք այս էլ արդեն որերորդ ծննդյան տոները թևակողում, երբ մեր աչքի առջև մեզ հազարամյակներով հայ պահած արժեքներն են ոչնչացվում, փոշի անում, դրանց վրա ոտնձգությունների փորձեր են արվում, ամեն տարի ավելի ու ավելի փոքրացող, նվազող հայրենիքով ենք դիմավորում, բայց նաեւ մեր եկեղեցին են գրոհում, մեր վեհարանի եւ մայր տաճարի վրա են արշավում, վեհապարին են փորձում մեկուսացնել։ Ու շատ ծանր զգացողություններ են պատում մեզ տարեմուտին։ Ես ենթադրում եմ դուք էլ այս նույն մտքերով եք դիմավորում տարին։ Դավիթ ջան, սիրելիս, այո։ Բայց ուզում եմ մի շատ թեթև դիպվածով սկսեմ խոսքս։ Իլֆի Պետրովի վեպը ոսկեհորտը։ Այնտեղ մի հերոս կա, շատ հետաքրքիր հերոս է, Վասիսուալի Լոխանկին ազգանունը, որը իր կարծիքով մեծ մտավորական է ինքը, շատ մեծ մտավորական, թե ոչ մի կրթություն չունի, ինչ որտեղ սովորել է գիսատ է թողել, բայց ինքը իրեն այդպես է, ինչ հետո Պրաքաուզի եւ Էֆրոնի բառարանը երկու հատոր ընդամենը իրեն տանը կա։ Այդ էլ են տանդիրոչն է, որ գնացել է այդտեղից, բորացել թողել է։ Ով պարկած նայում է այդ երկու հատորներին ու մտածում. պետք է գիրք գրել, պետք է շատ կարևոր գիրք գրել։ Ասենք օրինակ, ինքը մտածում է այդպես, կին աշխատում է, ինքը պարկած է բազմոցի, մտածում է։ Օրինակ, Վասիսուալի Լոխանկինը եւ ռուսական հեղափոխության ողբերգությունը։ Ինչ են ջղե, ինքը իրեն ասում է, ինչ են ջղե։ Ու իրեն դուր է գալիս շարունակում է։ Վասիսուալի Լոխանկինը եւ ռուսական դեմոկրատիայի անկումը։ Գնում է այդպես։ Ու գալիս է Վասիսուալի Լոխանկինը եւ Ռուսաստանի պատմությունը նորից գրելը։ Բարաշկ։ Ինքը իրեն ոգևորում է Վասիսուալի Լոխանկինը եւ այդ բոլոր բաները ինքն է կամ իրեն մասին են գրում որևէ մեկը։ Հա։ Այսօր Վասիսուալի Լոխանկինը իրեն համար տղա էր, որին կինը վերջում բռնդեց, վերջը որպես, ինչև է։ Այնինչ ասացիր Դավիթ ջան, խորապես մտահոգիչ է, ես նրան ավելացնում եմ նաև մամուլի հանդեպ վերաբերմունքը, որ սկսել են դատավարություններ եւ Սատիկ Սերյանյանի եւ Արմինե Օհանյանի եւ Արամ Աբրամյանի եւ բազում այլ մյուս եթե չեմ սխալվում հրապարակը իրավունք եւ ժողովուրդ թերթերին էլ ինչ որ կապված են այս ինչ որ կատարվում է կալանավորված բլոգերներ կան Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան այո եւ մի տղա էլ կար հետաքրքիր հաղորդաշար էր վարում Վահագնի Դավիթ Վահագնի որդի Փագեցին այդ հաղորդաշարը գարզեմ։ Հա։ Ստեպքից ստեպք այդպես բանեմ, նայում եմ, որովհետև ժամանակս այնպես է, որ չեմ կարող անընդհատ հետևեմ։ Ինչ հետաքրքիր է, ինչ որ տաք մի բան ինձ գանչում էր, Արարատ լեռն է։ Հրաշալի է, բրավո։ Շատ լավ է։ Որ մտա չընկավեցի, հետաքրքիր է, չնայեցի են գոհ։ Ես հոգեկան ձանր վիճակի մեջ եմ հիմա
ինձ միակ փրկությունը, իմ միակ փրկությունը գրելն է։ Աշխատում եմ գրել ու չմտածել, աշխատում եմ գրել 5-րդ դար, բայց 5-րդ դարը այնպես է պատտվում, որ գալիս է այսօր առնում է իր մեջ։ Կարծես թե ոչինչ չի փոխվել, ոչ մի բան։ Ինչ է խաթար, որտեղ է որ մի խաթար բան մտավ մեր ժողովրդի մեջ եւ որտեղ է որ մենք շարունակ սխալվում ենք։ Մի ժողովուրդ, որ ապրել է ջրհեղից առաջ։ Ես այն կարծիքին եմ, որ Դավիթ ջան, կարող է մի քիչ արդարոց թվալ։ Ես այն կարծիքին եմ, որ նոյն նահապետը ոչ թե եկել է ու պատահաբար հանդիպել է Արարատի գագաթին ու նավը կանգնել է այնտեղ, այլ նոյն նահապետը վերադարձել է։ Երբ որ ալիքները քշեցին իր նավը, բրգարար նավը քշեցին, ես կարող է անսովոր պատասխան եմ տալիս քո հարցին, բայց ես համոզված եմ դրանում։ Այո, մենք ջրհեղից առաջ ենք ապրել, մենք ջրհեղից առաջ գիր ենք ունեցել։ Եվ մեր քուրմը, Արարատի քուրմը, ես համոզված եմ դրանում, որ մենք աշխարհի հնագույն ժողովուրդն ենք։ Մեր պատմությունը թալանված է։ Խորենացին ակնարկում է այդ մասին, դեպ ասեմ, բայց զարմանալին է, որ մի նախադասություն եւ դրանից հետո կտրվում է, որտեղ խորենացու ողբերգությունը նաեւ այն էր, որ այդ հանճարեղ հզոր մարդուն, որը մեր ազնագիրը տվեց, հայ ժողովրդի ազնագիրը ինքն է տվել, ով ենք մենք ընդհանրապես։ Այդ մարդուն գիրքը դասագիրք տարավ ողբերգությունը։ Ամեն էգող ղեկավարություն դասագրքում բաներ փոխում։ Տարածումներ են անում, կրճատումներ էին անում եւ այլն։ Ում չէ, ես զարմացած եմ, թե ոնց է ողբը մնացել։ Հանելուկ է մնում դա։ Հետո ես հասկացա, թե ինչու է մնացել, որովհետեւ բոլորին թվացել է, թե իրեն չի վերաբերում, իրենից առաջ եղածներին է վերաբերվում։ Դրա համար են թողել ողբը։ Հասկանում ես, ողբը դրա համար թողել են։ Խորենացու ողբերգությունը դա է, որ իր գիրքը դասագիրք դարձավ։ Չեմ ուզում երկարացնեմ, կա Թոմար Զուրունու մեջբերում է խորենաց 10-րդ դար խորենացու գրքից 4-րդ գրքից մեջբերում է անում, բայց 4-րդ գիրքը չկա։ Բայց մեջբերումը կա, մնացել է։ Բանի Թոմար Զուրունու գրքում։ Այդ մասին խոսում է բգայում է նաև Ղազար Փարպեցին, որ եղել է 15-րդ խորենացու եւ այլն։ Ինչ է հետաքրքիր։ Մեզ ինչու է թվում խորենացին չի գրել այնպես, ինչպես չի գրել այնպես, ինչպես մեզ հասցել է։ Ես ենթադրում եմ, որ որևէ տեղ նրա բնագիրը գա խորենացու։ Ժամանակին Վազգեն Բեհապարի մոտ ես գնացի, հատուկ խորենացու առիթով։ Խնդրեցի, թե գուցե ձեր գզրոցներում կարող եք մի ձեռագիր կա մնացած, որը մաքուր է, որ խորենացունն է։ Երկար նայեց ինձ, զավակս ասեց, վստահ չեմ, բայց ես կհանձնարարեմ, որ հետևեն։ Ինձ էլ հետաքրքրեց, ինչ որ դուք ինձ ասում եք, երկար խոսեցինք իրար հետ։ Բայց հետո, ինչպես գիտեք, չստացվեց։ Եվ այլն։ Որ խնդիրն այն է, որ ես հարց եմ տալիս հիմա քեզ, Դավիթ ջան, քո հարցի պատասխանը ես այսպես եմ պատասխանում։ Քեզ հարց եմ տալիս հիմա։ Հայկ Նահապետից առաջ մենք չգայինք։ Ով է ասում, որ Հայկ Նահապետն է եղել մեր հիմնադիր ազգի։ Հայկ Նահապետը Բաբելոնից որ եկավ, Բաբելոնից վերադարձավ։ Ինքը վերադարձավ իր երկիր։ Ինչպես հրեաներն էին վերադառնում իրենց երկիր եւ այլն։ Հայկ Նահապետը եկավ իր երկիր, Արամի երկիր եկավ։ Այս երկիրը կոչվում էր Արամի երկիր։ Ոչ թե այդտեղից էլ Արմենիա եւ այլն բոլոր բառերը։
Խորենացին ասում է հայոց թագավորներին ես անվանում եմ ըստ մեծության՝ Հայկ, Արամ, Տիգրան։ Այո։ Խորենացու ողբերգությունը դա է հիմա։ Այսօր խորենացին մաշտոց բոլորը այսպես ջնջվում է, տանտաղ ջնջվում է։ Դպրոցներից Արարատի պատկերով, սկսվեց Արարատի պատկերով, հիմա ինչ-որ ասում են, որ մաշտոցի նկարը չպիտի լինի տասագրքերում, հա? Խորենացու նկարը առավել ևս չպիտի լինի, հասկանալի բան է։ Սա ուր է դանում մեզ, պիտի կանգ առնել, պիտի կանգնեցնել սա։ Շուտով գարուն կգա։ Մեր ժողովրդին խորհուրդ եմ տալիս մի բան։ Կարդացեք, խնդրում եմ, Խաչատուր Աբովյանի վեբը, եթե չեք կարդում, բարդադիր չի վեբը կարդալ։ Կարդացեք վեբի առաջաբանը։ Ընդամենը 5 էջ է։ Բոլորի թերախոսների մեջ կլինի դա։ Վերք Հայաստանի մասին է խոսքը։ Վերք Հայաստան վեբի առաջաբանը։ Կրեսոս թագավորը Այո, որը լիդացված 5 էջ է ընդամենը։ Եվ գիտեք ինչու եմ ասում դա, որովհետև 200 տարի առաջ այդ վեբը եւ վեբի առաջաբանը հատկապես միջնադարյան թմբիրից արթնացրեց մի ամբողջ ազգ։ Կարդացեք, խնդրում եմ, եւ ազատվեք թմբիրից։ Տեսեք ինչ է կատարվում մեզ հետ։ Մենք ինչ ունենք, լինելով աշխարհի հնագույնած կորցնում ենք։ Ինչ ունենք, տանուլ ենք տալիս, այսպես ասած։ Եվ մի տեսակ, ասել են ցանկեից հաշտվել ենք այդ ամեն ինչի հետ։ Տարել է գորուսները դարել են սովորական, հա? Եվ մեկը մյուսին է փոխարինում, մեկը մյուսին է փոխանում, մյուսը մոռանում ես, անընդհատ ինչ-որ մի բան է լինում։ Մնացել էր հայոց եկեղեցին։ Ինչպես կարելի է վերաբերվել մեր եկեղեցուն։ Աշխարհի հնագույն եկեղեցին է սա, քրիստոնեական հնագույն եկեղեցին։ Հռոմը Բյուզանդիան Հռոմը մեզանից բնականաբար գիտենք թիվնել։ Հա։ Վարդանայքցին չէ, Մխիթար Կոշը մի հերակիր առակ ունի։ Մեկը ոչխարը մի խոյ է, այսպես խոյ է ու իրեն համարելով տեր ու տնորեն էլ բան չի տեսնում, գալիս սկսում է խոյը հայել դարավոր գաղտնի ծառը։ Գնում գալիս խփում է գաղտնի ծառին։ Մխիթար Կոշը ասում է, ոչխար, մի վնասի քեզ։ Դատաստանագրքի հեղինակը հետաքրքիր է լուծում հարցը։ Դու քեզ ես վնասում։ Մի մոռացի, որ դու ոչխար ես, ու մի վնասիր քեզ։ Չգիտեմ, ես կարողացա պատասխանել քո հարցին, Դավիթ ջան, այս մտահոգությունդ կիսում եմ եւ դու մենակ չես քո մտահոգության մեջ։ Մի կարևոր է հիշեցրիք, Վերք Հայաստանի առաջաբանի ավարտը հետեւյալն է։ Այդ ում վրա է սուր բարձրացրել։ Այո, դուք հայոց մեծ ազգին չեք ճանաչում։ Իհարկե նա պատմում է Կրեսոս թագավորի որդու պատմությունը համր, բայց վերաձևակերպելով 200 տարի ուղիղ իդեպ, գրեթե 200 տարի առաջ ասված խոսքերը Աբովյանի կողմից, հիմա մենք էլ սրանց պետք է հարցնենք։ Ինչպես Չարենցը կասեր, չնչին ինչպես Արարատին նետած քար, այո, դավերը սև մարդուկների այդ անկար։ Հիմա այս անկար մարդուկները այդ ում վրա են սուր ճոճում, այդ ում վրա են ձեռք բարձրացրել։ Մեր ազգը հավերժական է։ Մենք շատ բան ենք տեսել, շատ բան ենք տեսել։
Մեր ազգի պատմությունը թալանված է։ Ասեցի խորենացին ու չբերեցի ինչ նախադասություն է ասում խորենացին։ Երբ որ մեր գիրք թագավորացը ներկայացնում է խորենացին, ասում է գողքնես ներկայացնում է եբրայականը եւ այլն քաղբեականը եւ ասում է մեր թագավորների պատմությունը անկարևոր համարեցին Սուրբ գրքում եւ տեն ներեցին։ Շատ հետաքրքիր բան է ասում խորենացի։ Վարդովմունքը ասում է, բայց այդ տղից հետո կտրված է։ Հետո ինչ է ասում։ Բայց չէ որ ինքը վերականգնում է, ինքը Հաբեթի ժառանգությունը բերում հասցնում է հայկին։ Այո, ինքը վերականգնում է, բայց ինքը գտնում է, որ Սուրբ գրքում պիտի լիներ, որտեղ մենք հնագույն ժողովուրդ ենք։ Մեր պատմությունը պիտի լիներ Սուրբ գրքում։ Զուգահեռ գնալով, օրինակ, եթե ես սրբապղծություն չհամարվեր, հա, ես գիտես ինչ կարող էի անել, շատ բաղուց եմ մտածել։ Խորենացու գիրք թագավորացը դնել ու կտագարանը վրան մի գիրք հրադարգել Աստվածաշունչն հայոց։ Թե չէ մենք հրեաների եղեռնական թագավորների իրար կնիկ են փախցնում, ինչ ավասակություն ասես անում են այդ թագավորները։ Այդ բանություններն են կարդում։ Դա մերը չի։ Ուրիշ բան է գտագարանը, լրիվ այլ խնդիր է դա։ Դա մեր կրոնն է, դա մեր հավատքն է։ Հա։ Ես Քրիստոսից մի բան կարդամ։ Իդեպ այնքան բան է խաղաղություն բերող է երբեմն որ գտագարանը կարդում ես էլի երբեմն դե հասկանալի բան է այսքան տարիների ընթացքում շատ եմ կարդացել բայց երբեմն ամեն անգամ մի նոր բան ես տեսնում որ կարծես թե դու գիտեիր բայց չէ հիմա ինչ է ասում Քրիստոսը մեր Տեր Հիսուս Քրիստոսն ասում է ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է Եվ ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն չի կարող դանգուն մնալ։ Հիսուս Քրիստոս ավետարան ըստ Մատթեոսի։ Այս մեր մասին է ասում։ Մեր մասին։ Դավիթ ջան Ես ուսումնասիրություններս ինձ դարավ հասցրեց Արարատի մեծ քրմին մեր հնագետներից Հակոբ Սիմոնյանը երկու Արարատների արանքում եղել էր քաղաքի եւ տաճարի ավերակներ տեսել, բայց ոչ քրիստոնեական։ Ես չեմ եղել։ Ես ամբողջ կյանքում երազում էի փոքր Մասիսի կակաթը բարձրանալ, ինչու, որովհետև հայոց հնագույն թագավորներին խորենացին ասում է դա, այնտեղ էին թաղում։ Բարձրացնում էին, որտեղից էլ առաջացավ բուրգի գաղափարը։ Հա? Բուրգ առաջինը շումերները սարքեցին։ Հետո նոր եկավ Եգիպտոս։ Շումերներից Եգիպտոսից 2000 տարի առաջ բուրգը շումերները սարքեցին, որոնք Արմեն Դավթյանը հրաշալի է ապացուցում, որ Հայաստանից իջան Եբրատոտ, հա, ու գնացին պետություն սարքեցին։ Ու մինչև հիմա քննում են, քրքրում են, չեն կարողանում հասկանալ, հա, թե ինչ ժողովուրդ է դա։ Ինչի, բոլորն էլ գիտեն թե ինչ ժողովուրդ է դա, չեն ուսում խոստովան են բարձրապես։ Ինչպես է։ Լորենս Հարաբացին ասում էր դանդանելի հայերը, դրանք աշխարհը ղեկավար են, եթե մենք թույլ տանք, պիտի ոչնչացնել իրենց։ Եվ եթե շատ անգամ մեր մտավորականները, քաղաքական գործիչները օրինակ բերելուց այսպես խոսելով հայ եւ հարևան ժողովուրդների մասին կրոնն են պատճառաբանում, թե իբր թե մենք քրիստոնեինք դրա համար էին ուզում մեզ ոչնչացնել։ Ոչ, իրենք հային էին ոչնչացնում։ Հային Խնդիրը սա էր։ Հայը
աշխարհի հիշողությունը պահպանած, գենետիկական պահպանած հիշողությունը պահպանած ազգն է։ Հայը կրթել է այլազգիներին։ Ես չեմ, դուք ուրիշ երկրներից եկան, ուրիշ հնագետներ եկան, երկաթը որտեղ առաջի անգամ ծուլվել, հողբատը որտեղ է, բղինձը, բրոնզը, որտեղ է ծուլվել առաջի անգամ, առաջի անգամ որտեղ են վայրի ձիերին բարժեցրել, որտեղ է առաջի անգամ մարդագարկը ստեղծվել, այդ մարդագարկով Եգիպտոս գնացին գրավեցին հիքսոսները։ Մենք այսպիսի երկիր ունենք եւ մենք ոչ մենակ աշխարհին չենք կարողանում ներկայացնել, այլ ոչնչացնում ենք մեր ունեցածը։ Մենք ջնջում ենք մեր ունեցածը, մի շուտ տարօրինակ ցախավելով թե ավելով ասեմ, հա, ջնջում։ Օրեգան մի բան ես լսում, ջնջող ձեռքը պիտի բռնել, Դավիթ ջան։ Մենք աշխարհի հնագույն ժողովուրդն ենք։ Այ կտեսնեք, Աստված կյանք տա, դուք ջահել եք։ Կբացվի մի օր կգային օրը, երբ որ կխոստոմանվեն, որ այս ժողովուրդը հնագույն ժողովուրդ է աշխարհի։ Գերմանացիները ասացին, որ կենթանի լեզուներից ամենահին հայերենն է, 8000 տարի, ու ասացին, որ դա վերջի թիվը չի, ավելի ետ պիտի գնալ։ Երբ որ Կորյունը ասում է, որ Մաշտոցը երազում տեսավ եւ քարի վրա նրան ներկայացրին հայոց գրերը, ինքը սուտ բան չի ասում, քարերի վրա հայոց գրերը գրված են, ժայռապատկերների մասին է խոսքս, եզերքի պատկերը կա ժայռապատկերի վրա, ամբողջ մեր գալակտիկայի պատկերը կա ժայռապատկերի վրա, ժայռի վրա, սև սարում, բանում, սևանից, դու ամեն հայ մարդու համար պիտի պատիվ լինի այդ ժողովրդի զավակը լինել, ամեն հայ մարդ, ես հբարդ պառը չեմ սիրում, ամեն հայ մարդ պիտի երջանիկ զգա իրեն, որ իր երակներում հոսում է մի արուն, որը այսքան դարերի ընթացքում չժանգոտվեց, այդ արունը շարունակվեց, եկավ հասավ մինչև մեզ ամբարիշտներիս, հա, որպեսզի սկսենք այնինչ պահպանվել է մենք ոչնչացնենք։ Եկեղեցու մասին ես ասում։ Հայոց առաքելական Սուրբ եկեղեցին իմ ծնողները այսպես էին ասում, հայ քրիստոնյա, չէին ասում, թե ես քրիստոնյա եմ, հայ քրիստոնյա, հատկապես մայրիկս, որը Ձակումով իշխանուհի է, իդեպ ասեմ, երջանկայիր թե ողորմի բոլորից անձավորած հայ քրիստոնյա, հայ առաքելական եկեղեցին մի տեսակ ազգայնացված եկեղեցի է, նաև պատահական չէ, որ Քաղկետոնի ժողովին չմասնակցեցինք մենք, եւ պատահական չէ, որ վրացիք 7-րդ դարում դուրս եկան մեր եկեղեցուց եւ գնացին Քաղկետոնի, ընդունեցին Քաղկետոնի առաջարները։ Ազգայնացված եկեղեցի է։ Մեզ համար Քրիստոսը հայ է, հա, սա հետաքրքիր է սա։ Դա ոչ թե մտքով ենք մենք մտածում, մեզ բնազդական մեր մեջ նստած է դա։ Ինքը, իդեպ ասեմ, մենք սովորաբար Քրիստոսին չենք ասում Աստծո որդի, ասում ենք Քրիստոս Աստված։ Հետաքրքիր ձևակերպում է, իդեպ ասեմ, հայոց եկեղեցին է ասում դա, Քրիստոս Աստված։ Եվ հիմա եկեղեցին։ Ես պատվիրակ եմ եղել, երկու անգամ վեաբար ընտրող եմ եղել ես։
ես ձայն եմ տվել Գարեգին երկրորդին, ձայն եմ տվել, ես մի անգամ պատմել եմ, կարծեմ, կոմոդ, այստեղ չէ, Դավիթ ջան, քեզ հետ չեմ։ Ձեր գրքի շնորհանդեսին էր, ես լավ հիշում եմ։ Գրքի շնորհանդեսի ժամանակ, ուրեմն կարող եմ պատմեմ, էլի այնտեղ մի քիչ ուրիշ էր, հա, թե գրգնություն կարող է լինել։ Ոչ, դա միշտ պետք է պատմել այդ պատմությունը, խոսքը իր ինքնաբացարկի մասին։ Այո, Վեհապար Հայրաբեդի հոգևոր ասպետականության մասին եմ ուզում խոսեմ, որքս Գարեգին երկրորդի մասին է։ Երբ որ քվեարկությունները եղավ այնպես եղավ, որ վերջում մնացին երկու մարդ, երկու Գարեգինները։ Եվ պետք է քվեարկվեր, եւ հայտնի չէ ով կընտրվեր։ Բոլորովին հայտնի չէր իդեպ ասեմ։ Ինչ-որ մեկ-երկու ձայնի տարբերություն կար, ինչ-որ դες մի բան էր։ Ես ներսում եմ եղել եկեղեցու, ես տեսել եմ այդ ամեն ինչ, ես վկայող եմ։ Եվ հանկարծ զարմանալի բան կատարվեց։ Գարեգին Սրբազանը ոտի կակնեց, այսինքն Գարեգին երկրորդը այսօր։ Մոտեցավ Գարեգին առաջինին ու համբուրեց աչքը։ Վեհապար Տեր, շնորհավորում եմ, ասաց։ Ես օծված կաթողիկոս հետ չեմ ուզում քվեարկվել։ Իսկ նա այն ժամանակ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս էր։ Այո, Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս էր։ Ես օծված կաթողիկոս հետ չեմ ուզում քվեարկվել։ Ու շնորհավորեց եկեղեցում չեն զափարում, չէ՞ սովորաբար։ Չդիմացանք, գիտես բոլորս, զափարեցինք, դա ապշելու բան էր։ Որտեղ արդեն քշպճում էին, դες երկրորդ վերջի ընտրությունները կլինի եւ այլն, մեկ էլ հանկարծ Վեհապար արեց մի քայլ, որը գներես սա, ես չգիտեմ մեր պատմության մեջ կաթողիկոս ընտրելու պատվիրակների որևէ ժամանակ եղել է այդպիսի դեպք, թե չի եղել, բայց այնինչ եղել է ես եմ տեսել, ես վկա եմ եղել։ Եվ հանկարծ այդպիսի վեհանձն, այդպիսի ասպետական հոգի ունեցող Աստված զգյաց Վեհապարի հասցեի մենք ինչ ասես բարբաջում ենք։ Երեխա ունի թե չունի, եթե ունի լավ է արել, հա, ես չգիտեմ, դա ինչ հարց է, որ մենք քննում ենք, դա եկեղեցու ներսի խնդիրն է, քանդել եկեղեցին, նշանակում է հայի հոգին քանդել, հայի հոգին քանդել, այ Քրիստոս ինչ էր ասում, չէ, եթե ներսում պարակտված կա, ոչ ընտանիքը կապրի, ոչ պետությունը կապրի, հա, ոչ էլ կա որևէ քաղաք, բոլոր կկործանվեն, մենք քանդում ենք ներսից, հանում ենք իրար դեմ, ինչ-որ չնչավատ գջոյան, ինչ էր, Վազգեն Միրզախանյան, Միրզախանյան, այո, չնչավատ այս մարդիկ, ես չեմ ուզում ավելին գրամ, որովհետև իրեն կարող են չեմ, որ ես խոսեմ իրենց մասին։ Չնչին ինչպես Արարատին նետած քաշ։ Չնչին ինչպես Արարատին վերագրելի է իրենց։ Այո, Չարենցի անճարեղ տողը։ Երբ մեր ժողովրդի ու մեր պատմության առանձնահատկության մասին եք խոսում, ես համակուշադրությամբ լսում եի ձեզ եւ շատ կուզեի վայելել այդ ամենը, լինելով կողքից դիտող, լսող, չտեսնելով մեր այսօրվա օրը, որովհետեւ երբ դուք մեր ազգի իրական նկարագիծն եք ներկայացնում, քերթողահորից եկած, նաև եվրոպացի խոշոր առաջադեմ մտածողների, ասենք Իմմանուիլ Կանտը ինչպես է արտահայտվել հայ ժողովրդի մասին, Մարկո Պոլոն եւ շատերը, այո, այսինքն մեր եւ մտավոր եւ առևտրական ջիղը, տաղանդը մշտապես բոլոր ժամանակներում եւ բոլոր վայրերում նկատելի է եղել եւ տարբերել է մեզ շահեկանորեն, բայց դա ախր մեր բոլորի մեջ պիտի գիտակցում բերեր, պարոն Տեր-Գուլանյան, որ մենք երկայնամիտ ազգ պիտի լինենք, ոչ թե այսօրվա պես ծանծաղամիտ։ Մենք այսօր շատ ենք ծանծաղամտածել։ Այն ամենը, ինչ որ ես տեսնում եմ մեր ժողովրդի հավաքական որակների մեջ, այլ բան չէ, քան ծանծաղամտությունը։ Եվ ինձ գիտեք, վերջին շրջանում օգնության է հասել Գումիլովի տեսությունը, որքան էլ տարօրինակ կարող է թվալ, որ կոչվում է
էթնոգենեզի պասիոնար տեսություն։ Երբ կարդում ես շատ կարճ, եթե ասենք, շատ պրիմիտիվ, եթե վերարտադրենք, այն է, որ ցանկացած ժողովրդի պատմություն ալիքաձև է, այսպես, եւ ոչ մի պետության, ոչ մի ժողովրդի պատմություն ուղղագիծ չէ։ Այո։ Մեզ մոտ այդ ալիքաձևությունն էլ չկա, պարոն Տեր-Գուլյանյան, այսինքն մեզ մոտ 10-րդ դարից սկսած առնվազն որպես կանոն կորուստներ են եւ շատ քիչ է որ տեսնում ես վերազարթոնքը բերում է հասցնում է պետականության վերստեղծման 20-րդ դարասկիզբ մի հատ էսպես պիկ է լինում, հետո ցավոք սրտի մեծագույն ողբերգություն, հայոց ցեղասպանություն, հայրենազրկում 88 թվական նորից մի հատ էսպես բարձրակետ, բայց այդ բարձրակետը, որի հիմքի վրա ստեղծվել էր Հայաստանի Հանրապետությունը, այսօր այն փաստացի չկա եւ դրա ապամոնտաժմամբ է զբաղված այս վարչախումբը։ Ես անընդհատ փորձում եմ ինքնամխիթարանքի խոսքեր գտնել, ասելով որ դե սա էլ է ժամանակը, որ սա էլ կանցնի եւ Աստծո ուղիներն էլ անքննելի են, դժվար է ասել թե ինչ կլինի մեր բոլորի, մեր հայրենիքի, մեր կորսված հողերի հետ, ասենք 30 տարի անց, ումը կլինի Արցախը։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանին այն չի մնալու հավիտյանս։ Այսինքն վաղ թե ուշ այն վերադարձվելու է։ Չի մնալու, ես էլ եմ համոզված դրանում։ Դա չի լինելու այդպիսի բան։ Հրաշալի հեղինակի հիշեցիր Գումիլյովի, ես կարդացել եմ, ինչ որ հիշեցիր։ Այո, մեր ուղղագիծը գալիս։ Բագրատ Միրաս թագավորության անկումից հետո մեր այդ ուղիղ գծով գալիս է, այս բաները չկան։ Դարասկիզբ եղավ, որտեղ մենք մի սխալ թույլ տվեցինք, երբ որ Անդանդան եւ Երեակ Տաշինքի մասին է խոսքս, երբ որ մենք անցանք Պարտուբողի կողմը, այո։ Շահումյանի պես հրաշալի մարդը Բաքվից եկավ Երևան։ Շահումյանը, որ տանը որ ապրել է, հիմա կարծեմ Սուքիասյան Խաչատուրին է պատկանում դա, այդ բանը։ Հա, այդ ինձ մարդ է ցույց տվել, որ ժամանակին, երբ որ ուսանող էի, այստեղ Շահումյանն է ապրել։ Ուրեմն Շահումյանը եկավ Հայաստան, խնդրեց, որ ես Լենինից 20,000 հրացան ու չգիտեմ քանի միլիոն փամփուշտ եմ բերում եւ ինչքան փող դուք մի անցեք իրենց կողմը, դուք բادرազմ մի հայտարարեք բոլշևիկներին։ Եվ այդ հրաշալի մարդուն այդ մասին գրում է Խաթիսյանը, այդ մասին գրում է, որ իրենք չեն համաձայնել ժամանակին, այդ մասին գրում է Քաչազնունին, այո, ապրիս Քաչազնունին մի քանի դեղ է գրում այդ մասին, անդադ հիշում է այդ մասին։ Եվ այդ հրաշալի հայորդում մենք չլսեցինք ու գործերին հանրապետությունը։ Այսպես։ Հիմա թուրքերն էլ հաշվեհարդար տեսան այդ հրաշալի հայորդու հետ։ Շահումյանի կենսագրությանը ծանոթանում ես, ապշում ես։ Սրանք որ եկան բոլշևիկներին սարքել էին սատանա, բայց Շահումյանի ու Միասնիկյանի պես նվիրյալներ հայ բոլշևիկների շարքում, սրանք իրոք ֆենոմենալ կերպարներ են։ Օրինակ Միասնիկյանին մենք պարտական ենք լղիմի, որպես ինքնավար մարզ պահպանելու որոշման հարցում։ Ադրբեջանցիները փորձում էին այն տարալուծել ամբողջ Ադրբեջանի մեջ։ Միասնիկյանը ամեն ինչ արել է, որ գոնե ինքնավար մարզը մնա, հայերը կոմպակտ ապրեն, մինչև հնարավոր եղավ պահել։ Երկուսն էլ հրաշալի հայորդի էին, երևելի հայեր էին տղեկը, երկուսն էլ, եւ Շահումյանը եւ Միասնիկյանը, գիտես չէ, Միասնիկյանը Մաքսիմ Գորկի է թարգմանել։ Շատ հետաքրքիր պատմվածքներ է թարգմանել, ում մտքով կասնել, Միասնիկյանը ժամանակ եկել թարգմանելու, հա։ Այդ սխալից դասեր քաղելու իմաստնությունն էլ չունենք։ 2018-ին սխալվեցինք ազգովի, բոլորս, ես ցավալիորեն նաև ինձ եւ ձեզ եմ դնում դրա մեջ, թեև մասնակից չենք եղել, բայց կապ չունի, ցավոք սրտի դրա հետևանքները բոլորիս վրա են անդրադարձել, իբրև հավաքականության, իբրև պետության, ժողովրդի։ Առավել խիզախները, հոգով արիները ընդունել են իրենց սխալը, իսկ նրանցից առավել սկզբունքայինները պատրաստ են նույնիսկ քավելու այդ սխալը, շտկելու այդ վրիպումը, բայց կան նաև իրենց անսկզբունքայինության մեջ համառներ, մարդիկ, որոնք կամ չեն ընդունում այդ սխալը, պնդելով թե իրենց մոլորեցրել են, եւ ճիշտ են պնդում, բայց ամբողջությամբ չեն ասում, եթե մոլորեցրել են իրենց, նշանակում է նաև իրենք են սխալ, ուրեմն չպիտի գնային մոլորեցնողների հետևից։ Մյուս կողմից նաև գալիս է բնական զգուշավորությունը,
որովհետև բոլոր այդ մարդիկ, որոնք 2018-ին մոլորվել են ու հիմա ընդունում են, որ մոլորվել են, իրենք շատ մեծ վախվորացությամբ, զգուշավորությամբ են նայում ցանկացած առաջնորդի, ասելով հետևյալը. մի անգամ մեզ մոլորեցրին, երկրորդ անգամ այլևս պատրաստ չենք։ Մենք մեզ դուրս ենք դնում քաղաքականությունից էլ, հասարակությունից էլ, պետությունից էլ։ Ու սկսվում է քաղաքացու ու պետության օտարում, սարսափելի մի օտարում, որի նմանը երբևէ չի եղել։ Ճակ։ Գիտես, ես մի էսե գրեցի հրապարակ թերթում տպագրվեց, կոչվում էր Հավերժական հայը վերնագրով։ Այնտեղ ես քաջություն գտա իմ մեջ Դեմիրճյանից, Թումանյանից, Վիլյամսարյանից հետո հայի մասին գրել։ Ով է հայը, այսպես, իմ բանով։ Իմ կարծիքով վատ չեմ գրել, իմ կարծիքով, այդպես։ Համենայնդեպս արձագանքներից դատելով։ Հա։ Ուրեմն զարմանալի ազգ ենք մենք, հայի մեջ երկու հայ կա, մեկը հավերժական հայն է, մեկը կենցաղային։ Հավերժական հայը միշտ պատրաստ է զոհվելու, բայց մեռնել չի ուզում։ 44 օրյա պատերազմի օրերին տեսած կլիներ, չեմ դղեկը երկելով գնում էին զոհվելու, եւ այդպես էլ եղավ, երկելով գնացին զոհվելու, այդ հավերժական հայի հոգին է։ Եվ գիտեին, որ զոհվելու են։ Գիտեին, որ զոհվելու են։ Նույնիսկ շատերը չհասան ճակատ, հա, կես ճանապարհին անօթաչուների զոհ տարան։ Ես այդ տղաներին հիշում եմ ինչպիսի երկով, ինչպիսի ուրախությամբ էին գնում։ Հայը, այ հավերժական հայն է դա։ Հավերժական հայը երբ որ արթնանում է հայի մեջ, նա ամեն ինչ կարող է անել։ Բայց կենցաղային հայը ծանոթ էր քարիպես նրան ետ է քաշում։ Ետ է քաշում եւ որտեղ ինքը սիրում է իր ներ կենցաղը, ինքը ուզում է պաշտոն ունենալ, ինքը ուզում է հա կենցաղային հայը դա է։ Ինքը ուզում է գիտես, ես այն տարբերակն է, որ հայրենիքը էշանը և որբա ուտելիքը թանք, հա, ես է գենցաղային հայը։ Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր 44 տարվա պատերազմից հետո գենցաղային հայն է շատացել մեր մեջ։ Ուր են հնդրեքը, որոնք երկելով գնում էին զոհվելու, աչքերս լսվում են գիտես։ Երկերով գնում էին զոհվելու։ Ես իմ գրող ընկերներին ասում եմ այն տարիներին, որ այդ շրջանում, երբ որ ելույթ էին ունենում ինչ-որ գրող կամ մտավորական, մենք հաղթում ենք, սուտ էին ասում ժողովրդին։ Բա ուր եք այսօր։ Ինձ առաջարկվել է, որ ես էլ խոսեմ։ Ասել եմ, ոչ, որտեղ ես դաժան կասկած ունեի եւ վերջը, չունեի հստակ ինֆորմացիա, բայց կասկած ունեի։ Հա։ Այդ մարդիկ ներողություն չխնդրեցին։ Չեն խնդրել ներողություն։ Մեր հազարավոր տղաների ուղարկեցին մահվան բերան ու ներողություն չխնդրեցին։ Այո, ճիշտ է, շատ ճիշտ բան հիշեցիր։ Ներողություն չխնդրեցին։ Կենցաղային հայը ետ է քաշում մեզ։ Այդ մարդիկ, որոնք իրենց մտավորական կամ չգիտեմ ինչ-որ բանի գլուխ էին համարում, իրենք նույնպես այդ կենցաղային մարդիկն են։ Իրենք հավերժական հայը չէ, հավերժական հայը իրենց մեջ չկա։ Գոյություն չունի, հավերժական հայը կրկնում եմ պատրաստ է զոհվելու, բայց մեռնել չի ուզում իսկապես։ Ինքը չի ուզում անգողնում մեռնել, ինքը ուրիշ խնդիր է դնում իր առաջ։ Հիմա այսօր գարուն է գալիս շուտով, հա, այսօր սիրելի ժողովուրդ, իմ ընդիշ, իմ սրտի սիրական ազգ, ոնց որ Աբովյանը կասեր, արտնացրու քո մեջ հավերժական հային, արտնացրու քո մեջ, դու գնալ ես ընտրելու
դու պիտի անես այդ բանը։ Քո մեջ հավերժական հայը կա արտնացելու իրեն քո մեջ։ Եվ մի դարձի գետնակարշ ու ոտի կոխան ամենքին։ Դու հավերժական ժողովուրդ ես, դու ազգ ես հավերժական։ Հավերժական հայը պիտի ընտրես մի մարդու, ում մեջ հավերժական հայը կա։ Ում ուզում ես ընտրի քո խնդիրն է, բայց պիտի գնաս ընտրես այդ մարդուն։ Ով ոչինչ մեծ բաներ չի խոստանում քեզ։ Խնդրում եմ, այդ սուտ խոստումներին չհավատաք։ Ով կարող է ներկայացնել, թե ինչ պիտի անի, որ հնարավոր լինի դուրս գալ այս իրավիճակից։ Լսեք մարդկանց, լսեք ու ընտրեք ինքներդ, բայց ելեք դեղից, գնացեք, կենցաղում նստած, արևածաղիկ չրտելով, հեռուստացույց նայելով, սուրճ խմելով, սուրճի պաշակ նայելով, այդպես առաջ չենք գնա մենք։ Մենք խնդիր ունենք լուծելու, եւ դա ձեր խնդիրն է, ազգ ջան։ Դու հազարամյակներ տեսած ազգ ես։ Դու շատ հին ես։ Քո այրունը, քո գենետիկական այրունը հզոր է։ Ու ինքը պիտի արտնանա քո մեջ, դու պիտի արտնացնես։ Դարձյալ եմ խնդրում Աբովյանի վեբի առաջաբանը կարդացեք, որը Միշելոտարյան թմբիրից մի ամբողջ ազգ հանեց։ Կարդացեք, խնդրում եմ, ձեր բոլորի հեռախոսների մեջ կա։ 5 էջ ընդամենը։ Բարոյալակված մարդու ձին չի կարող երկար վազել։ Մի թողեք, որ մենք մեզ բարոյալակված զգանք։ Ազգ ջան։ Ցեղական ձին բաղդոր ջուր չի խմում։ Մենք թույլ տվեցինք մեզ բաղդոր ջուր խմել։ Իսկ մենք ազնվացեղ ազգ ենք։ Ես ազգայնամոլական ջար չեմ ուզում ասեմ։ Ասում եմ այն, ինչ իմ ուսումնասիրությունների ճանապարհին ես տեսել եմ։ Ես տեսել եմ, զգացել եմ, ճանաչել եմ։ Արարատ լեռը։ Մենք անդեղյակ ենք նաև, չէ՞, մեր ժողովուրդը անդեղյակ է, որ Արարատը ունեցել է մեծ քուրմ։ Չի բացառվում, որ Արարատը բոլոր կրոնների մայրն է։ Չի բացառվում։ Բանը հասել է այնտեղ Դավիթ Շանսիրելիս, որ ես մի վեբիս մեջ մի ձևակերպում արեցի, որ քուրմը ասում է, Մովսես Խորենացուն է ասում, մենք Աստծո արցունքի երկիրն ենք։ Մենք Աստծո արցունքի ժողովուրդ ենք։ Այդ արցունքը շատ մեծ պատասխանատվություն ունի իր մեջ։ Մենք սրբազան ձյուների եւ փրկարար նավի պահապաններն ենք։ Աստված մեզ գտակել է դա։ Նոյը մեր դղան էր։ Ինքը փրկեց իր ընտանիքը եւ մնացյալը։ Եվ փոդորգից հետո նորից վերադարձավ տուն, որտեղ ինքը այստեղից էր։ Նոյը օդար երկրից չի եկել։ Եվ այստեղ էլ թաղվել է։
Ես Դավիթ ջան մի մեր ժողովրդի տարին շնորհավորելուց առաջ ուզում եմ վեհաբար Հայրապետի տարին շնորհավորել։ Մեր Աստվածը զգյաց, Աստված հագած, մեր լուսավոր, մեր ասպետական հոգով պայծառ հրաշալի մեր հոգևոր առաջնորդի տարին շնորհավոր եւ սուրբ ծնունդը։ Բոլոր հավատացյալ միաբաններին շնորհավոր ձեր նոր տարին ու սուրբ ծնունդը։ Հայոց եկեղեցին Աստծուց է դրված մեզ։ Եվ դուք եք որ պահպանում եք։ Ինչի համար շնորհակալ եմ ձեզնից։ Հատկապես մեր բանտված 4 սրբազաններին պիտի հանվանե Բագրատ, Միքայել, Մկրտիչ եւ Արշակ սրբազաններին։ Գալու էի դրան, ինչ լավ է եկար լրացրիր եւ անունները հնչեցրիր։ Ես բանաստեղծություն ունեմ գրած եւ Բագրատ սրբազանի առիթով եւ Աջաբահյանի նվիրված, որը գրքից մեջ չկա, որովհետեւ գիրքս լույս էր տեսել արդեն։ Այո։ Ես բանաստեղծություն ունեմ նվիրված իրենց։ Շնորհավոր բոլորի նոր տարին եւ շնորհակալություն ձեզնից։ Ձեր ամբասերի հավատի համար, ձեր նվիրվածության համար հայոց Սուրբ Առաքելական եկեղեցուն շնորհակալ եմ ձեզնից։ Ես ուզում եմ նաեւ Դավիթ ջան մի այլ շնորհավորանք կարող է տարօրինակ հնչի, բայց ես ուզում եմ շնորհավորել Թուրքիայի նախագահ Էրդողանի նոր տարին։ Շնորհավոր Դավիթ, պարոն նախագահ։ Ես հետևում եմ ձեր գործունեությանը, ես գրող եմ, հետևում եմ ձեր գործունեությանը։ Պատիվ չեմ ունեցել ձեզ հետ դեմ առ դեմ զրուցելու, ուստի եւ հեռուստատեսությամբ եմ ասում։ Հուսամ խոսքս կհասնի ձեզ։ Որտեղ ինչքան գիտեմ, շատ ուշադիր հետևում եք, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Ու նկատել եմ, թե ինչպես, երբ որ Եվրոպան մերժում էր Դոստոևսկուն, դուք պաշտպանում էիք։ Դուք պաշտպանեցիք Դոստոևսկուն եւ ես հիացած էի ուղղակի։ Ու պաշտպանեցիք մի մարդու, որը հագաթուրք է։ Գուցե չէի կարդացել կամ կարդացել էիք ու մեծ հոգի եղաք, պաշտպանեցիք։ Ես հիացած ձեզանով, երբ որ դուք մի քանի անգամ օգտագործեցիք արդար աշխարհ ստեղծելու ձեր տեսիլքը, տեսլականը։ Դուք ուզում եք արդար աշխարհ ստեղծել։ Ինչ գեղեցիկ գաղափար։ Վերջապես ազգերը կունենան արդար աշխարհ, որտեղ հանգիստ կապրեն, մեկը մյուսի հաշվին չի ապրի, մյուսի հողը չի առնի ձեռից, հա, դունը չի առնի։ Հրաշալի գաղափար է, պարոն նախագահ։ Այնքան գուզայի, սակայն, որ ձեր այդ հրաշալի գաղափարը գործի մեջ մտցնեիք առաջինը դուք, չէ որ հեղինակը դուք եք, արդար աշխարհ ստեղծելու։ Եվ մեծ բան չի դա ձեզ համար։ Մեծ բան չի։ Ճանաչել Օսմանյան գայսրության ժամանակ տեղի ունեցած հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրել հայ ազգից։ Գիտեք, պարոն նախագահ, ինձ միշտ թվում է, ոչ թե թվում է, դա այդպես է, որ ամեն ծնվող թուրք երեխայի ճակատին այրան հետ կա։ Եվ ամեն ծնվող հայ երեխայի հետ ծնվում է մի չթաղված նահատակ։ Այդ նահատակը պիտի թաղվի։ Եվ ձեր թուրք երեխան, որ այսօր է ծնվում եւ մեղք չունի, արյունը պիտի մաքրել ճակատից։ Եվ դուք կարող եք անել դա։ Արդար աշխարհ ստեղծելու երկրորդ շարունակությունը։ Դուք կարող եք Հայաստանին նվիրել ասեմ, որպեսզի դուք լավ զգաք։
ոչ թե վերադարձնել, նվիրել Արարատ լեռն ու անի քաղաքը, ձեր ինչին է պետք։ Արարատը մեր սրբությունն է, հայ ժողովրդի սրբությունն է։ Արարատը սրբազան լեռ է, եւ այդ լեռան պահապանը մենք ենք, ձյուների եւ փրկարար նավի պահապանը հայ ժողովուրդն է։ Պատկերացրեք ինչ գեղեցիկ քայլ կլինի ձեր կողմից, ոչ մենակ Թուրքիայում դուք կամ մահանակ, այլ ամբողջ աշխարհում կասեն, հա, խնդրեմ, արդար աշխարհ է ստեղծվում։ Եվ առաջի ստեղծողը լինում է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Հրաշալի է։ Ու մի բան էլ ասեմ, պարոն նախագահ, ներող կլինեք, որ խոսքս երկարեց։ Ձեր փոքր եղբորը ասեք, որ իր կամքով Արցախը, ինչպես Ղարաբաղը, ինչպես դուք եք ասում, Ղարաբաղը դիմի մագին եւ առաջարկի, որ մագը վերցնի իր հովանու տակ, որպեսզի կարողանա այդ ժողովուրդը վերադառնալ տուն, 200,000 մարդ անդուն է, թափառական, չէ որ արդար աշխարհ եք ուզում ստեղծեք, կամ մագը առաջարկի Ռուսաստանին, Չինաստանին կամ Միացյալ Նահանգներին, որ վերցնեն իրենց հովանու տակ։ Հնարավոր է չէ դա անել։ Եվ պետք չի Հայաստանին միացնել։ Պետք չի։ Ինքը կլինի փոքրիկ մի հրաշալի պետություն։ Եվ ձեր թշնամին չի լինի։ Կարող է բանակել չունենալ, բայց մարդիկ վերադառնան։ 5000 տարի ապրել են այդ մարդիկ այդտեղ, պարոն նախագահ։ Արդար աշխարհ եք ուզում ստեղծել, այնքան ուրախ եմ ձեր այդ գաղափարի համար։ Ափսոսում եմ, որ բադիվ չունեմ ձեզ հետ հանդիպելու, այնքան հետաքրքիր կքննարկեինք միասին արդար աշխարհ ստեղծելու ձեր ծրագիրը։ Շնորհավոր նոր տարի, պարոն նախագահ, ձեր եւ ձեր ղեկավարած ժողովրդին։ Ես էլ ձեզ եմ եւս մեկ անգամ սրտանց շնորհավորում, իմ սիրելի ավագ ընկեր, ում ընկերակցությունը ես պատիվ ունեմ վայելելու տարիներ շարունակ։ Աստված ձեզ քաջառողջություն եւ հարևշատություն տա։ Դուք 2026-ին նախ մի կարևոր անձնական ձեռնարկում պիտի ավարտեք, խոսքը ձեր ընկած թուղթը պատմավեպի հրատարակության մասին է։ Մենք շատ վաղուց մեր իրականության մեջ պատմավեպեր ժամանակակից գրողների կողմից չունենք, այն էլ 5-րդ դարի իրողությունները արտացոլող, որոնք այնքան այսօրեական են մեր օրերում։ Եվ իհարկե 2026-ը պիտի լինի նաև բոլորիս անանձնական հաջողության տարին, որովհետև մեր երկրի վրա նստած այս ծանր մթնոլորտը, այս օկուպացիոն ռեժիմը պիտի վերացվի։ Մենք բոլորս պիտի շունչ քաշենք ու սկսենք մեր երկրի վերազարթոնքի գործընթացը։ Իհարկե թևերը բոլորս պիտի քշտենք, որովհետև տասնամյակների տիտանական գործ կա անելու, ինչպես Արտավազդն էր հորը Արտաշեսին ասում, ավերակացս ում թագավոր են։ Հիմա ավերակներ են, բայց այդ ավերակներից մենք նորից պիտի Փյունիկի պես հառնենք, այլ տարբերակ չկա, մեր պատմությունը մեզ դա է։ Եվ կհառնենք, մենք կհառնենք, ես հավատում եմ։ Սիրելի ազգ, իմ ընդիշ, իմ սրտի սիրական ազգ, շնորհավոր տարիդ։ Եվ արթնացրու քո մեջ հավերժական հային։ Արթնացրու ու արագ քո ընտրությունը։ Շնորհավոր նոր տարի ու սուրբ ծնունդ։ Շնորհակալ եմ, սիրելի պարոն Տեր-Գուլանյան, շնորհակալ եմ։ Կհանդիպենք շուտով դարձյալ։ Զրուցում էի գրող հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի հետ, սա ուրախնդրի 2026-ի անդրանիկ թողարկումն է 168 TV-ի եթերում։ Կհանդիպենք, ցտեսություն։